Երևանում տապալվեց հեղափոխության հերթական փորձը, իշխանափոխություն անելու Շանթ Հարությունյանի շարժումն սկսվեց Ազատության հրապարակից եւ ավարտվեց հրապարակից մի քանի քայլ հեռու Մաշտոցի պողոտայում։ Վազգեն Մանուկյանն առաջինն էր, որի իշխանափոխության փորձը հեղափոխական բնույթ ուներ։ Պարոն Մանուկյանը վիճարկում էր 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահի ընտրությունների արդյունքները։ Ազատության հրապարակից պարոն Մանուկյանը ժողովրդին հասցրեց ազգային ժողով, որտեղ գտնվում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Դեռևս Ազատության հրապարակում պարոն Մանուկյանն ասում էր, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխությանը։ Նախագահի պալատը գրավելը սխալ է, հանգստացնում էր պարոն Մանուկյանը բորբոքված ժողովրդին։ Հեղափոխության համար առաջին ազդեցիկ կոչը հնչել է հենց նրա շուրթերից։ Ազգային ժողովի ճաղերն անցնելուց առաջ պարոն Մանուկյանը հայտարարեց. «Եթե 20-30 րոպեից չվերադառնամ, եկեք իմ հետևից»։ Ինքը չվերադարձավ, ժողովուրդը գնաց նրա հետևից։ Արդյունքում ծեծվեցին ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը։ Վազգեն Մանուկյանը մի քանի օր անհայտացավ եւ առժամանակ բոլորը մոռացան հեղափոխության փորձի մասին։ Հաջորդ փորձը տապալվեց 2003-ին դարձյալ նախագահի ընտրությունների առիթով։ Ստեփան Դեմիրճյանը վիճարկում էր Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, Ազատության հրապարակից ընդդիմության առաջնորդի գլխավորած շարժումը հասավ մինչև ազգային ժողով, որտեղ էլ կանգնեցվեց փշալարերով եւ ոստիկանության հատուկ տեխնիկական այլ միջոցներով։ Ընդդիմությունը պահանջում էր Քոչարյանի հրաժարականը միայն բերանացի։ Հեղափոխությանը նմանվող հաջորդ փորձը Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 1 տարի հետո Սահմանադրական դատարանի վճռի առիթով։ Դատարանն իշխանությանն առաջարկել էր վստահության հանրաքվե անցկացնել, իշխանությունը հրաժարվել էր։ Ընդդիմությունը ասավ Բաղրամյան պողոտա եւ կրկին կանգնեցվեց ազգային ժողովի մոտ։ Նույն գիշեր ոստիկանության հատուկ ջոկատայինները իրականացրեցին կոլցո օպերացիան։ Շարժումը խեղդվեց արյան մեջ։ Ընդդիմությունը պետք է սպասեր եւս 4 տարի։ 2008-ի մարտի 1-ին նախագահի ընտրություններից 11 օր հետո իշխանությունը կեղծված ընտրությունները չեղյալ համարելու համար փողոց դուրս եկած ժողովրդի վրա բաց թողեց ոչ միայն ոստիկանության ուժերին, այլև ազգային անվտանգությանը եւ բանակը։ Սպանվեց 10 հոգի։ Քաղաքական ուժ համարվող բոլոր կառույցները վերջնականապես մոռացան որևէ հեղափոխության մասին։ 2013-ին դարձյալ նախագահի ընտրություններից հետո առաջին անգամ հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ աղոթքի շարժումը։ Իշխանությունն ընդդիմության հետ էր, ընտրությունները կեղծվել էին, սակայն ընդդիմությունը ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում։ Նախագահային դիմադիր թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը կեղծված ընտրությունների առիթով փողոց դուրս եկած ժողովրդին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ առաջնորդեց ցեղասպանության զոհերի հուշարձան աղոթելու։ Շանթ Հարությունյանը ոչ մեկին չէր ուզում նախագահ դարձնել, նա քաղաքական ոչ մի պահանջ ձևակերպեց, սակայն իր կողքին կանգնած մարդկանց հետ մահակներով եւ պայթուցիկներով դուրս եկավ Սերժ Սարգսյանին հեռացնելու։ Մի քանի 100 ոստիկաններ Մաշտոցի պողոտայում արդեն սպասում էին նրանց։ Ամեն ինչ տեղի ունեցավ արագ։ Մահակները ճոճելուց ու մի քանի պայթուցիկներ պայթեցնելուց հետո Շանթ Հարությունյանը եւ նրա 1 տասնյակ կողմնակիցներ ձերբակալվեցին։ Ազատության հրապարակում այսօր ոչ մի պահանջ չի հնչում, իսկ Բաղրամյան պողոտան միայն տարանցիկ ճանապարհ է Մաշտոցի պողոտայից Կիևյան կամ Դավիթ Հաշենի կամուրջներ հասնելու համար։